Ես չես շփվում հետներս։ Հենց տպավորությունն անձը չես էլ արգում ես, հա։ Տպավորություններդ քեզ չեն խաբում։ Ես ինչ ես արգում, արա։ Հանգիստ նստած էր քո համար, նստի էլի։ Լավից ուշեր հարնասրան Էդ ինչ կարևոր բան պետք է ասես, որ եկանք հասանք օֆիսդ։ Ինչ-որ ես մտի ասեմ, սոս շատ վտանգավոր է։ Իսկ դրսում ավելորդ ականջները չափից ավելի շատ են։ Ներսում են։ Հետո։ Խոսքը Ռոբի մասին է։ Այդ արդեն պարզ է, հետո։ Հիշում ես չէ, որ քեզ Դավիթ անունի մասին հարցրել են, որ Ռոբը մահափորձից հետո մի քանի անգամ այդ անունը տվել է։ Հա, հիշում եմ։ Հիշում եմ, որ կասկածում էի, որ Ռոբի շրջապատից ինչ-որ մեկը կա, որին մենք չենք ճանաչում ու ինքը մեծ ազդեցություն ունի իր վրա։ Բայց մենք տենց էլ ոչ մի բաներ չպարզեցինք։ Այդ մեկը հիշում եմ։ Հիմա ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Այսինքն Սոս, ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ այն մարդուն, որ մենք ճանաչում ենք որպես Ռոբ, բոլորովին էլ Ռոբը չի։ Վախթանք դու հասկանում ես ինչ ես խոսում։ Շատ մեծ հավանականություն կա, որ մահափորձի ժամանակը Ռոբը իրոք սպանվել է։ Ու հիմա մենք գործ ունենք բոլորովին ուրիշ մարդու հետ։ Հակոբ, քաղցած չես։ Ուզում ես ասեմ մի քանի բուտերբրոդ բերեն։ Չէ, շնորհակալություն, պարոն Ամիրյան։ Իսկ շուտ կվերջացնենք ստեղ։ Պիտի սպասես։ Թորոսյանը պետք է գա։ Պարոն Ամիրյան, Թորոսյանը Ռոբին է ձերբակալել։ Թորոսյանը Ռոբին։ Ինչ մեղադրանքով։ Ճիշտն ասած, տենց մանրամասնորեն տեղյակ չեմ։ Թորոսյան իր կաբինետում է հիմա։ Չէ, դեռ չի եկել։ Լսի, ոնց կարող է Թորոսյանը չգալ։ Իսկ ձերբակալվածին բաժին ով է ուղեկցել։ Պարոն Ամիրյան, Ռոբին մի անգամից բանտ են տարել, չեն բերեմ էլ բաժին, ինչ-որ առերեսման համար։ Հանգիստ եղի, Հակոբ։ Սա մեր նորմալ վիճակն է։ Լսի, ինչ եմ ասում քեզ։ Հակոբի կողքից ոչ մի վարքյան չես բացակայում։ Աչքդ տղայի վրա կպայես։ Լավավոր բարեհաճեցիր հեռախոսդ պատասխանել Թորոսյան։ Ինչ ա պատահել, պարոն գնդապետ։ Դու ինձ կարող ես ասել, ինչ մեղադրանքով ես Ռոբին ձերբակալել, նա ազատության մեջ ավելի շատ կսխալվեր, և ինչ քրեական գործի շրջանակներում ես առերեսում կատարելու։ Իմ բաժինը քեզ չի ենթարկվում, այնպես որ ես պարտավոր չեմ քո հարցերին պատասխանել։ Թորոսյան, հասկացի, որ կրակի հետ ես խաղում, Թորոսյան։ Ինչ եմ հասկանում, դու Ռոբի մասին ես մտահոգված։ Այդ ստահակի, որին կասկածում ես որդուդ սպանության մեջ։ Ձայնդ, սուս մնա։ Իմ զգացմունքների հետ չխաղաս։ Ես քեզ կոնկրետ հարց տվեցի, ավելի լավ է կոնկրետ պատասխանես։
Ես էլ կոնկրետ պատասխանեցի։ Ավելին ասել չեմ կարող։ Իսկ ես քեզ ավելին կասեմ։ Գնա բաժին։ Այնտեղ քեզ անակնկալ է սպասվում։ Այսինքն Սարգիս, ես եմ, հիմա ուշադիր ինձ լսի։ Ես դրան բարձ վրա, ես խտում արա։ Ապսաս խան, ասել ակ ենթան թողենք, բայց որ մերն ես ոչիչ։ Հիմա կեզ որ մի աշկանի թողենք, ոնց է կողմար, հա։ Ոնց կնայև ես ինչ ես մտածում։ Տեղն է, չկարժվեք։ Սրոկը տես, եկ կարասն, ես զիմիկ։ Զի, դուրստեղ կեզ ասում։ Ես անասուններին հադինոր կրկցեք։ Երկար ես նայում, հա? Հադինոր կա։ Փոքր երեխա եմ եղել, բայց հիշում եմ, որ դու հորս հետ են գլխից ընկերություն ես արել։ Ու չեմ ուզում խոսքերդ անլուրջ ընդունեմ։ Բայց ինչ-որ դու ասում ես, աբսուրդ է։ Այնքան աբսուրդ է, որ դրան անհնար է հավատալ, հասկանում եմ։ Բայց իմ խոսքերը մենակ ենթադրությունների վրա չի, որ հիմնված են։ Ես արդեն որոշակի փաստեր ունեմ։ Ու ինչ փաստեր են դրանք։ Այն որ Ռոբը մահափորձից հետո փոխվել է, դա ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, չէ՞։ Հա, փոխվել է։ Բայց Ռոբին նայելով ես ուրիշ մարդ չեմ տեսնում։ Նույն Ռոբն է։ Կամ էլ նրան շատ նման մեկ ուրիշը։ Այնց բան չի կարող լինել։ Կարող լինի։ Ես լուրջ մարդկանց հետ եմ խոսել, սոս։ Ու դրան գումարած Ռոբի ֆոտոները մահափորձից առաջ ու մահափորձից հետո ես տվել եմ համակարգչային վերլուծության։ Եվ անհամապատասխանություն կա, սոս։ Բայց ինձ համար կոնկրետ շատ ավելի մեծ նշանակություն ունի իր վարքագիծը։ Սոս մարդը այդ աստիճանի փոխվել չի կարող։ Այդ անհնար է։ Չնայած ես չեմ կարող քո ասածներին հավատամ, բայց եթե մի պահ պատկերացնենք, որ դա տենց է, ուրեմն ով է Ռոբի փոխարեն։ Այդքան էլ կարևոր չի, թե ով է։ Կարևորն է, թե ինչի համար։ Օրինակի համար նա կարող է ագենտ լինի, որ հատուկ ներդրվել է մեր մոտ, որ մեր կառույցը ներսից պայթացնի։ Տարբերակ է։ Հա, դե վարչությունում տենց բաժին կա, չէ՞։ Հատուկ նմանակներ են գտնում սենց դեպքերի համար հանցագործների։ Ինչ ուզում ես ասա, բայց Ռոբի ու այդ երիտասարդի նմանությունը ուղղակի ապշեցուցիչ է։ Բայց դե այսօրվա գիտության դարում ամեն ինչ հնարավոր է, սոս։ Հա, բայց մեր մոտ տեխնոլոգիաները տենց չեն զարգացել, որ մարդուն վերցնեն քսերոքս անեն, վախտանք։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որ դու մի հատ էլ խոսես քրոջդ հետ։
հնարավոր չի նա էլ կասկածներ կունենա։ Նա անպայման ինչ-որ կասկածներ կունենա, նա մեզ կարող է լավ ինֆորմացիա տա։ Խոսամ։ Ես որոշակի պլան եմ մշակել, որ շատ արագ մենք կիմանանք սխալվում եմ ես թե չէ։ Այդ ինչ պլան է, որ Սոնայի հետ խոսի վերջացրում։ Հետո ես քեզ կասեմ։ Ամեն դեպքում այս թեմաներով ոչ մեկի հետ չկիսվես։ կարեր չասեր։ Ասա Թորոսյան։ Վատ լուր ունեմ ձեզ հայտնելու, Վարդան Կարպիչ։ Ամիրյանը գտել է մեր վկայինը, ու հիմա բաժանումում է։ Այդ նրանից է, որ գործը լավ չես արել։ Իմ մեղքը այս հարցում չկա։ Այդ Թորոսյան, ամեն ինչ փչացրիր։ Վարդան Կարպիչ, հիմա երբ վկան Ամիրյանի ձեռքում է, նպատակահարմար չի, որ ես զբաղվեմ խանի փախուստով։ Հետ թող ես որոշեմ նպատակահարմարա թե չէ, Արայեն ինչ-որ պիտի անեիր։ Հասկացար ինձ Թորոսյան։ Հասկացա։ Խանը ինձ ազատության մեջ է պետք։ Ու շատ շուտ։ Պարզ է։ Ծխի։ Շնորհակալ եմ, որ օգնության հասար։ Ինձ ապացույցներ էր պետք Թորոսյանի դեմ։ Դրա համար եմ եկել։ Թորոսյանը անօրինական գործողությունների է դիմել։ Երբ ես պատրաստվում բողոքես նրա դեմ։ Ես ինչ-որ խոստացել եմ այդ կանեմ։ Ես ես կտամ
վկա, որը սաղ կապացուցի Թորոսյանի կեղտոտ գործերը։ Ընտանիքդ։ Անհանգիստ ես ընտանիքիդ համար։ Հիմա ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքի անվտանգությունն է։ Քեզ նման չես։ Կարող է ինչ-որ խաղեր ես խաղում։ Ես վերցրու չես մտածում կամերումով է ջանացել հաշվի արդար տեսնել քեզ հետ։ Ես շատ թշնամիներ ունեմ, ընտրի ցանկացած մեկին։ Ավելի հստակ։ Հստակ ոչինչ ասել չեմ կարող։ Եկան քո հետևից։ Կարող եմ գնալ։ Գնա։ Գնա, բայց մի մոռացի ապացույցների մասին։ Այն բանդերոլը, որ ինձ պտի ուղարկես, շատ իրական պտի լինի, ու ռեալ։ Այդպես էլ կլինի։ Գիտես, Հակոբ այսօր գրավոր ցուցմունքը գրելու։ Քո կնոջ եղբայրը վիշվածքը կասկածյալից դառնալու է մեղադրյալ։ Դու էլ շուտով կհայտնվես մեղադրյալի աթոռին։ Ուղղակի ժամանակի խնդիր է։ Սեդա Կարապետյան։ Այդ անունը քեզ ինչ-որ բան ասում է։ Կարծում եմ մեր վերջին հանդիպման ժամանակ ես քեզ պարզ հասկացրի, որ քո պրոբլեմը ես չեմ կարող լուծել։ Բայց բոլոր թելերը դեպի ձեզ են տանում։ Վարդան Կարպեչ։ Ստացվում է, որ կռվում ենք, իրար արյուն ենք թափում, սպանում ենք իրար, բիզնեսն ենք մեծացնում, են իմանալով, որ դուք մեզ աջակցում եք, բայց հիմա ստացվում է, որ դուք աջակցում եք ոչ միայն մեզ, այլ նաև մեր թշնամիներին։ Ինձ համար բիզնեսում բարեկամ թշնամի չկա, ինձ համար կա մենակ շահ։ Այսինքն ուզում եք ասեք, որ դուք սիրում եք, որ ամեն ինչ ձեր կոնտրոլի տակ պահեք։ Ուրիշ կերպ չի կարող լինի։ Եթե գայլերի ոհմակի մեջ ես, միշտ պիտի պատրաստ լինես սատկացնելու ամենակատաղածին, որը քեզ խանգարում է։ Ես այդ 5 միլիոնը ձեզ եմ տալիս։ Ուզում ես ասես, որ Ռոբը կվերադարձնի այդ փողերը քո աղջկան փրկելու համար։ Չէ, Ռոբը ստեղ կապ չունի։
Ես ինքս եմ տալիս այդ փողերը։ Ես արտասահմանում անշարժ գույք ունեմ, բիզնեսներ ունեմ։ Ինձ թվում է դա կբավականացնի, եթե մի բան էլ ավել չլինի, բայց ինչ ժամանակ է պետք։ Այդ տարբերակ չի, Վարշան։ Ես ձեզ վերադարձնում եմ փողերը։ Դուք վերադարձնում եք իմ աղջկան։ Դա կարևորը։ Հա, փողը կարևոր է։ Բայց փողից բացի ուրիշ կարևոր բան էլ կա։ Հեղինակություն։ Այս քաղաքում ոչ մեկի մտքի ծերով պիտի չանցնի, որ կարա ինձնից փող գցի ու մարսի։ Ոչ ես, ոչ իմ աղջիկը։ Այդ փողերի հետ կապ չունենք։ Դու կապ ունես Ռոբի հետ։ Ուրեմն հարցերդ ուղղի նրան, ոչ թե ինձ։ Որտան կարպիչ։ Ես վերջացրի։ Ազատ ես, Վարշան։ Վիգենից ինչ-որ բան կա։ Մի քիչ պատմեմ արդյոք մասին։ Ինչ պատմեմ։ Դե ասում էիր, վիրահատությունից հետո տարօրինակ բաներ ես նկատել։ Քանի անգամ կարելի է նույն բանի մասին խոսալ։ Հոգնեցի, չէ՞։ Այդ շատ կարևոր է։ Ինչ ես ուզում իմանալ։ Կոնկրետ ասեք, ասեմ։ Քուրան։ Դուք քնում եք իրար հետ։ Չհասկացա։ Ինչ հարցեր ես տալիս։ Ինձ էլ է շատ դժվար որ այդ հարցը տալիս եմ, բայց այդ շատ կարևոր է ասա։ Դա քեզ չի վերաբերվում։ Ինձ ձեր ինտիմ կյանքի մանրամասները չեն հետաքրքիր։ Կոնկրետ ասա հա կամ չէ։ Քուրո, այդ շատ կարևոր է։ Չէ։ Ինքը խոսափում է ինձնից սոս։ Նույնիսկ հյուրասենյակում է քնում։ Չի համբուրում։ Եթե տանը մենակ ենք մնում, մի պատճառ գտնում է ու հեռանում է տնից։ Ու այդ քեզ տարօրինակ չի թվում։ Թվում է։ Բայց ինքը դա բարդում է վիրահատության վրա։ Վիրահատությունից մարդիկ հիշողությունը չեն կորցնում։ Չեն մոռանում իրանց տան մեջ սենյակի տեղերը։ Չեն մոռանում են մարդկանց ում հետ աշխատել են։ Ու առհասարակ չեն մոռանում ու չեն խուսափում իրանց կանանցից։ Սոս, իսկ ըստ քեզ ինչ է նշանակում։ Քուրո առայժմ չգիտեմ։ Երբ բարձեմ կասեմ։
Chiara. Կոստյումով ինչ ես եկի ավտո լվում արա։ Ով ծնունդն ես եկի։ Ընկերուց ծնունդն է։ Հա, ինքնովից ծաղիկ մաղիկ կարնես ընկերուց։ Լավ չես։ Կանցնի։ Մեծ բան չի եղած։ Այ որ վաղտին թողեր ես այդ բիզուն ջամփեի ախպերս։ Բանը չէր։ Քեզ թվում է խանը կարար ինձ տաներ, հա, բանդ, փակեր։ Իրա հետևը լուրջ մարդիկ են կանգնած, չես հասկանում այդքան բանը։ Խելքից զորտո մի քիչ։ Ով Կարպիչը։ Նաեւ Դու են ասա վաղթանգը հավատում է, որ իմ դեմ ես դուրս եկե։ Ինչ ես ականջդ կախի արա, գործ արա։ Դետքան էլ հեշտ չի, Ռոբ։ Դրա համար ժամանակ է պետք։ Ժամանակ, որը մենք չունենք։ Մեր տեղեկից կա ինչ-որ վստահելի մարդ, որ բան պետքա տանք տանի դնի Ամիրյանի մոտ, Թորոսյանի դեմ։ Ինչ ես ասում, Ռոբ։ Այդ ձևով ես ուզում պատժես դնա։ Թող ես մեր ձևերով իրան կպատժեմ, ախպերս։ Ձեր ձևերը ձեզ պահեք, դու հարցիս պատասխանի, դες տաղա ունենք, թե չէ։ Հա, կա, կգտնենք։ Բայց եթե մեր կռուգում շուխուր ընկավ, որ մարդ ենք փագել տալիս, այդ մեր վրա էժան չի նստի, մենք հարցերը տես չենք լուծում։ Լսի ձեր կռուգը, փագելը, պատժելը, զազվացրիր արդեն, ես սաղ հարցերի պատասխանը կատամ ու սաղին։ Չհասկացա դու այդ կռուգից չես։ Մեկ էլ ինձ ասա Վիգենին որտեղ ես թաղը։ Շատ եմ հիշում ախպեր որտեղ եմ թաղը։ Ուրեմն հիշի։
Ես ուղղակի Արի նստի։ Չհասկացա։ Նստի։ Ով ես դու։ Կասես ինձ ով ես դու։ Ես գիտեմ, որ դու Ռոբը չես։ Ես դրանում վստահ եմ։ Ես հիմա կատակելու տրամադրություն չունեմ, նենց որ ճիշտ կլինի։ Իսկ ինչի է քեզ թվում, որ ես եկել եմ այստեղ կատակելու։ Սիրող կնոջը երբեք չես խաբի։ Ով ես դու։ Պատասխանիր ինձ։ Մի ամիս անցել նոր ես հիշել։ Ես ուղղակի չափից ավելի ուզում եմ, որ դու իմ կողքին լինես։ Բայց հետո հասկացա, որ ես պարզապես իրականությունը չեմ տեսել։ Ուղղակի դա իմ ցանկությունն էր։ Հիվանդ ես երևում։ Տաքություն բան, հա, զառանցում ես։ Գնա։ Ես եմ զառանցում։ Լավ։ Այդ դեպքում կասես ինձ որտեղ ենք մենք հանդիպել առաջին անգամ։ Դիլիջանում երեխես պրիստուպ ունեցել, մոռացել ես, ես հիշում եմ, եկար օգնեցիր։ Դրա մասին բոլորը գիտեն։ Իսկ որտեղ դու հայտնվեցիր շատ հանկարծակի ու ինձ առաջին անգամ առաջարկություն արեցիր։ Մի լռի։ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում, որտեղ։ Ծաղկաձորում։ Ոչ, Պրագայում։ Իսկ ասես ինձ, ով մեր տուն հյուր եկավ, երբ որ մենք Չեխիայում էինք։ Ես ինչ է հարցաքննություն, հա։ 1000 տարվա բաները ոնց հիշեմ, ու ինչ ես ուզում ընդհանրապես։ 1000 տարվա։ Լավ, ուրեմն քեզ կհարցնեմ մի բան, ինչը վերջերս է քեզ հետ տեղի ունեցել։ Հիշում ես որտեղ է այն դեպքը քեզ հետ կատարվել։ Ինչ դեպք։ Քո տանը, այսինքն մեր տանը։ Իսկ ինչ օրեր դա հիշում ես։ Քո ծննդյան օրը։ Իմ ծնունդն էր։ Այդ դեպքում կասես ինձ, ինչ ես նվիրել դու ինձ այդ օրը։ Մատանի։ Մատանի։ Այդ։ Լավ, ուրեմն մատանի։ Կամ հենց հիմա դու ինձ ասում ես, թե դու ով ես, կամ ես զանգում եմ Վարշավա։